Գարսևը, ինչ հետ փալակ, ինչ հետ ազատում աշխատանքից, հա? Գիտես քո թիկունքում ինչ գործեր անում։ Ეხ շեքի ժողովրդին ուղղակի գրփում։ Խոսումներ տալիս, հետո մարդկան ձեռքից փողը հավաքում ու ոչինչ չի անում։ Անթառամ դրանք խոսակցություններ են։ Ճիշտ է, փայլակը ժլատ անձնավորություն է, բայց նա չի համարձակվում գլխավերևում ինչ-որ բաներ անել։ Հա, իմիջիալոց խոսք ա տվել, որ լիպարիտի համար աղջիկ ջայ։ Ոյ, Գարսևա, ոնց միամիտ եղել ես, տենց միամիտ էլ մնացել ես։ Ախր փայլակը նախանձում ա մեզ։ Ցույց է տալիս, թե մեր ընտանիքի բարեկամն է, բայց ամբողջ օրը բամբասում ա մեզ, դավերանիտ։ Լավ էլի անթառամ, լավ էլի, այդ կանացի բամբասակները ինչ են հետաքրքրում։ Լավ է դու քո տղայի մասին մտածիր։ Խեղճ տղան տանջվում է, շոկի մեջ է։ Ես արդեն ասել եմ, Լիպոն մենակ այն ժամանակ կմոռանա իր անձնական պրոբլեմները, երբ մի նորմալ, հալալ, կաթնակեր աղջկա հանդիպի։ Ահա, բայց որտեղից։ Գարսևա, հլը նա ես զիտան չի։ Այելի զիտանա, տեսնեսում ես սպասում։ Հեսակ իմանանք։ Էլա մեքենա է մոտենում իրան։ Սակ է զիտա ջան։ Շնորհակալ եմ, բայց դրա կարիք ամենևին չի կար։ Ուղղակի փոքրիկ ուշադրություններ, ոչ մի բան։ Ես քեզ համար սյուրպրիզ եմ պատրաստել։ Սյուրպրիզ։ Իսկ ինչ սյուրպրիզ, եթե գաղտնիք չէ։ Ճիշտն ասած, երեկո զանգելուց հետո մտածում էի, թե ուր գնանք, որպեսզի ավելի լավ հիշենք մեր դպրոցական տարիները։ Հետո մտածեցի, որ կարելի է գնալ դպրոց։ Մեր դպրոցը։ Ուզում ես։ Դպրոց մեծ հաճիկով, Տիգրան, չես պատկերացնի, թե ոնց եմ կարոտել այնտեղ ամեն ինչ։ Թե նստարանները, աթոռները, նույնիսկ պատերը։ Գնացինք։ Գնացինք։ Տեսար ոնց գնաց։ Արա ամբարձում, լարի բան եմ ասում։ Արա, ես ընչի չես բարևում, կարողա զարգացել ես։ Ով է։ Ոնց թե ով է։ Մորդ հեռու կնա։ Վայ, Փայլակ ջան, դու ես։ Կներես, չնկատեցի, աչքերս լավ չի տեսնում, պետք է ակնոցներս փոխել։ Դու ակնոցներ, ինչ, ակնոցներդ մի չփոխես, պետք է ուղեղդ էլ փոխես, ուղեղդ, որտեղ փդել է ուղեղդ։ Էդ ինչի որ Փայլակ։ Ինչ անչի, արա։ Արա, ես պետք է ինգնեմ սաղիթ հետևից զիբլի փող հավաքեմ, ինչի չես գալի համատիրություն ու զիբլի փողը մուծես, հա։ Շատ լավ է, որ այդ հարցը տվեցիր Փայլակ։ Ես չեմ պատրաստվում աղբահանման վարձը մուծել այնքան ժամանակ, մինչև չլուծվի մեր շենքի և մասնավորապես իմ բնակարանի սանիտարահիգենիկ պայմանները։ Հայմարդ ես ինչ կապ ունեմ կու բնակարանի սանիտարահիգենիկ պայմանների հետ, հա։ Շատ լավ էլ կապ ունես Փայլակ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ամեն անգամ աղբը թափելուց հետո իմ տանը մի ամբողջ ճանճերի ոհմակ է հավաքվում և նրանք անխնա ինձ գզում են։ Էլ չեմ ուզում հոտի մասին։ Հայմարդ, դու խելք գցել ես, Հայմարդ, հա։ Ինչ ես խոսում չեմ հասկանում։ Ոչ, Փայլակ, չեմ գցել։ Ես ուզում եմ ասել, որ աղբահանման աշխատանքներ այնպես կատարեք, որպեսզի ճանճերը չլցվեն բնակարանները։ Լսիլի մետ քեզ հարց տամ, էլի համբո։ Կարող է դու ասենք պուճուր ժամանակ օրորոցից գլխի վրա անգել ես, կամ ասենք լոմով տվել են գլխիդ, կամ ասենք բութ գործիքով խփել են գլխիդ, տես բան եղել է քո կյանքում։ Փայլակ, ես ուզում եմ ասել, որ աղբահանման աշխատանքները կատարելուց հետո քիմիական նյութերով սանիտարական մաքրում կատարեք, որպեսզի ճանճերը չհավաքվեն, լցվեն բնակարանները, հասկանում եք։ Քո ասելով, որ զիբլի մաշտեն գալի զիբլի տանում, հա, ես պետք է պլաստմաս առնեմ ընկնեմ ձետները ճանճ հատկացնեմ։ Դու ես ճանճ հատկացնողի տպավորություն ես թողնում քո վրա, հա։ Հետո գիտես ինչ, ճանճը գիտես ում վրա է։ Ում։
Ճանճը սովորաբար ճանճը, տառականը, կռիսը հետում են ընդ որտեղ նեխած, փտած, հոտած բան կա։ Քու ուղեղը փդելա, նեխելա, դրա համար էլ քու վրա են գալի, քու տան վրա են գալի ճանճերը, հասկացա՞ր։ Յա, չհասկացա։ Էկուցկա բերես կամ ուծես համատիրությունում ես զիբլի փողը տեչը սավարչիկ են գրգեմ զիբլի տրում ես սավարկականի զիբլը կմնակով վրա հասկացած պարազի չան որդի երիկալա բոլորը վարա Չեմ մուծելու Դոնաս կամ ուծես հələ Չեմ մուծելու պարազի չան որդի ինտելիգենտա պահահահա Հարևանի տղա, ես մենակ ես, Արաչովում։ Բարև, այլացա։ Ես հերետ մերետ հլը չեն վերադարձել։ Չէ, հլը չեն եկի, ուր են գնացել, որ գործից եկատունը մարդ չկա։ Շուկա գնացին։ Ես էլ ասի կամ մատ նարդի խաղան, գնա թարսի պես դու նարդի խաղալ չգիտես։ Հա, Լիպո ջան, տունը կարող է սառը պիվալնի բերես մի հատ խմեն։ Հա, այսով բերեմ։ Ավրես, բալա ջան, ավրես, բեր, Լիպո ջան։ Լիպո, ես համատիրության ձեռը կարակն եմ ընկել ես, կարակը։ Այմարդ, ես չգիտեի, որ այսքան սկուպը ժողովուրդ մի շենքում կարող է ապրեն։ Մեկը ջրի փողը չի տալի, մեկը լույսի փողը չի տալի, տո մեկը զիբիլի փողը չի տալի, այմարդ նատայել եմ լը, Լիպո ջան, նատայել եմ լը։ Չես պատկերացնի։ Անգելեք պետք հաշեք, փայլակձա։ Ձեզ ոչ մեկ չի ստիպել գործին հետալ, դուք ձեր կամավոր կամքով գնացել եք այդ գործին, ունենց որ պիտակից դուզ գա։ Խմի փայլակձա։ Ավրես, բալա ջան։ Լիպո, զիտային չես կարում, չէ մոռանաս։ Տո ես իմ փայլակձա, եսը չգիտեմ ինչ եմ ուզում։ Բախտ ալնում, որ սկի զիտայի անունը չեմ ուզում լսեմ։ Բայց մեկ-մեկ էլ նման հենց, որ ինձ թվում է, որ ես ես ամեն ինչի մեղավորը, որ սենց եղավ։ Լիպո ջան, քեզ մի բան ասեմ, մենակ իմ ուկու մեջ գաղտնիք մնա։ Դու պետք է քու ծնողներին չլսեիր ու այդքան շուտ չբաժանվեիր զիտայից։ Այսինքն, ինչ իմանալ, այդ խեղճ երեխեն ինչի գնաց այդ քայլին։ Ով է դրդել, ինչ հանգամանքներից ելնելով, կարող է հենց պատահականության զոհ է եղել այդ երեխեն։ Չհասկացա, փայլակձա։ Եթե միշողություն չի դավաճանում, առաջինը դու էր ոգևորված կապել, թե պետք է շտապ բաժանվեր։ Ու եթե չես մոռացել, հենց այդ ոգևորության պատճառով էր, որ շիշը ջարդի գլխիդ։ Չէ, Լիպո ջան, մոռանալը չեմ մոռացել, բայց այդ ժամանակ բոլորս էլ տաքացած էինք, հասկանում ես թե չէ։ Ախր այ բալա ջան, դու չես պատկերացնի ինչքան դժվար է իմ համար, որ հարևանիս, հարազատ, հարսը, հարևանիս տղին դավաճանում է։ Չես պատկերացնի։ Օրինակ ու հերնումերը այդքան ազդված չեն լինի, ինչքան ես եմ ազդվել։ Մինչև մի շոկի մեջ եմ ախպեր ջան։ Ես ինչ եղել, սնչեք սենց ջղայնացված։ Ոչ մի բան չի եղել։ Հավա ոնց, հետ ես տանը մի բան ալին ու դու բոլի պերին մա ծծած ես լինում էր տանը փայլակ։ Անթարամ ջան, ինչ ուզում ես ասա, մեկը ես քեզանից չեմ նեղանում, որովհետև ես քրոջ պես սիրում եմ։ Դուր այդ օբրակները տանը, դու ծանր կանգնել ես։ Այ մամ, ինչ հեղև է։ Հորդ հարցրու կասի, ես էլ ներվեր չունեմ։ Այ հեր ինչ հեղև, լասիք իմանանք։ Այ մարդ ասը իմանանք ինչ է։ Ոչ մի բան չի եղել Լիպարիկ։ Ես ու մայրդ շուկայից վերադառնալուց տեսանք քո նախկին կնոջը Զիտային, որը նստում էր մի երիտասարդի մեքենա, ձեռքին էլ ծաղիկ կար։ Դու մենակ պետք է տեսնեիր, թե ոնց էր Զիտայի երեսը փայլատակում երջանկությունից։ Այդ նույն տղեն էր, որ ռեստորանում բռնացել։ Չէ, փայլակ, հարցն էլ նրանում է, որ հենց այդ նույն տղան չէր։ Այմար ես չեմ հասկանում, ինչպես կարող է կինը դեռ պաշտոնապես ամուսնուց բաժանված չլինելով մանգաղ ուրիշ երիտասարդ հետ ուղեղը չի մտնում, չի մտնում։ Մեր նախկին հարսը հələ շատ կզարմացնի մեզ։ Ես որ ժամանակին ասում էի, բայց դու ես ասում։ Տեսնում ես տղա ջան։ Տեսնում ես Զիտան իր համար կյանք հավայելու, զվարճանում է աչուցակ, իսկ դու գիշեր-ցերեկ տանը նստած դար տեսանում այդ լկտի համար։ Դու նույն բանը Անթարամ ջան նոր ես էի ասում մեր Լիպոյի։ Այ մարդ ասում եմ մոռացի այդ Զիտային, ուղեղիցդ հանի այդ աղջկա, նա քո համար երբ է կարգին կնիկ եղել է, դու նա քեզի արժանի է չի։ Այ Լիպո ջան, դա քեզի արժանի չի հասկանում ես, ասում էի չէ Լիպո ջան, ասա։
Բացի դրանից Անթարան նոր որ նստած էինք, որ մտա ձեր տուն։ Տենամ Լիպոն, այս Զիտայի նկարը բռնած սիրահարված հայացքով նայում է։ Այմար, մենք իսկան տանջվում, չարչարվում ենք, որ քեզ այդ վիճակից դուրս հանենք։ Իսկ դու ախմախ գյադա, միջև մի սիրահարված ես այդ աղջկան։ Շատ ճիշտ է։ Լսի Լիպո, եթե դու տղամարդ ես ու ինքնասիրություն ունես, թե դու հարգում ես մեր ընտանիքի ադատները ու չես ուզում, որ աշխարհում մենք խայտարակ լինենք, պիտի հենց հիմա խոստանաս, որ այլևս չես մտածելու Զիտայի մասին։ Լիպարի ջան, մայրդ ճիշտ է ասում։ Էլ պետք չի հիշել հին օրերը։ Ճիշտ է, մենք կարող էինք Զիտային ներել, ասենք, որ պատահականություն է եղել, թյուրիմացություն է եղել են արարքով, բայց այս երկրորդ անգամը, երբ որ ես տեսա, դա ներելու բան չի։ Ճիշտ ես ասում, պապ ջան։ Եթե Զիտան այլ ինձանից չբաժանված, մի շաբաթվա ընթացքում արդեն ուրիշ տաղով հետ եմ անգալիս։ Ուրեմն ես խոստանում եմ, այս տան մեջ դուք էլ Զիտայի անունը չեք լսի։ Վայ, Այմար, հազիվ ես լագոդին ճիշտ ճանապարհի վրա կանգնացրինք, Այմար։ Բերեք Վիկտոր, հաց ուտենք, մի բաժակ բան խմենք, Այմար։ Բեր Անթարան ջան, բեր։ Դու էլ ուրախանալու բան ես քթել փայլակ։ Խեղճ երեխես չի իմանում այդ անամոթի պատճառով ոնց էս վիճակից դուրս գա, ում ինչ պատասխան տա։ Վերջացրե Անթարան, վերջացրե, այլևս Զիտայի անունը այս տանը չլսեմ, հասկացար։ Գնա պատրաստություն տես, այն կորած մոլորած եղբայրդ որ գա, իր սիրած ուտեստները տաս։ Իսկ մինչ այդ ես ու փայլակը նարդին խաղա։ Այ դրա հետ նա 100% համաձայն է։ Գնա նարդին բեր։ Բեր։ Փայլակ դու տեղը գիտես, գնա բեր։ Լավ, ասամ բերը ինչ։ Շնորհակալ եմ քեզնից Տիգրան, շատ շնորհակալ եմ։ Իսկապես որ կարոտել էի դպրոցը, գիտես, անկախ իզից տեղափոխվեցի մանկություն, անհոգ ժամանակներ, երբ ոչ մի դարձուցավ պրոբլեմ չկար։ Միայն դպրոց, ուսուցիչներ, նստարաններ։ Անկեղծ ասած ես էլ էի կարոտել դպրոցը։ Ուղղակի նոստալգիա չունեմ անցյալի նկատմամբ։ Մարդ պետք է ապրի ներկայով ու ապագայով։ Իսկ եթե ներկան տհաճ է, իսկ ապագան ոչինչ չի խոստանում, այդ դեպքում մարդը ինչ պետք է անի։ Զիտա ջան, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, դրանից է կախված իր ապագան։ Այո, բայց երբեմն մարդը իր չմտածված քայլերի պատճառով կարող է տարիներում կառուցած իր հարաբերությունները քայքայել։ Կներես ինձ Զիտա ջան, բայց եթե այդ հարաբերությունները ամուր լինեին, ապա չէինք հանդիպի չդիմանալու նույնիսկ առաջի փորձությանը։ Ճիշտ է։ Զիտա։ Ես գիտեմ հիմա որ քո համար ծանր ժամանակներ են։ Գիտեմ, որ պատրաստվում ես բաժանվել ամուսնուց հետ։ Գիտես։ Հա, գիտեմ, բայց ես ուղղակի չեմ հետաքրքրվել այդ հարցով։ Ուղղակի մորաքույրս ձեր հարևան շենքում է ապրում եւ գիտես, մեր Հայաստանում նման լուրերը ինչպիսի կայծակնային արագությամբ են։ Ու պատկերացնում եմ, թե հիմա իմ մասին ինչեր են խոսում ձեր հարևանները։ Բայց ախր այդ ամեն ինչը այնպես չէ, ինչպես նրանք են պատկերացնում, ախր Տիգրան։ Զիտա ջան, ամենևին պետք չի, որ դու իմ առջև արդարանաս։ Ինձ դա բոլորովին պետք չի։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել քո դրության մեջ։ Տիգրան, գիտես ինչ, ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ դու ինձ պետք է առաջարկես, որ շարունակենք մեր հանդիպումները։ Ես չեմ սխալվում։ Եթե անկեղծ լինեմ, ապա այո, ես շատ հանգիստ եմ ինձ զգում քեզ հետ, Զիտա ջան։ Տիգրան, ես ուզում եմ նախորոք ասել, որ ես պարզապես պատրաստ չեմ խորացնել մեր հարաբերությունները։ Եվ ճիշտ է, ես պատրաստվում եմ բաժանվել, բայց ինձ թվում է դա պատճառ չի, որպեսզի ես փոփան գտնեմ ուրիշ տղամարդկանց հետ։ Ինչ ճիշտ հասկացիր, հա։ Զիտա ջան, ես քեզ նման առաջարկություն երբեք չեմ անում, մինչև դու ինքդ չցանկանաս դա։ Ներկա պահին մենք հին ընկերներ ենք եւ դա թող այդպես շարունակվի։ Այս վիճակը ինձ բոլորովին բավարարում է։ Շնորհակալ եմ։ Իսկապես շնորհակալ եմ, որ ինձ հասկացար Տիգրան։ Դե լավ, երիք տխուր բաներից խոսենք։ Առաջարկում գնանք բոուլինգ խաղանք, եթե չես հոգնել։ Կարողանում ես խաղալ բոուլինգ։ Մի երկու անգամ Լիպոյի աղքին ամուսնուս հետ խաղացել եմ, բայց չի ստացվել, գիտես։ Ոչինչ, գնայինք, ես սովորեցնեմ քեզ։ Լավ, գնացինք։ Այսպես ծապում ես, մինչև ծապվի։ Понятно, Փաստորեն, այդպես արագ-արագ անում ես, որպեսզի լուծվի։ Понятно, понятно։ Հասկանում եմ։ Մամ, Կարինա ջան, էս չգործի։
Ուրեմն ես քեզ ասեմ, Կարինա ջան, քերին մեզ համար սուրպրայզ է պատրաստել, то есть սուրպրիզ, այսինքն նա որոշել է արտասահմանյան ուղեց հոպտով մեզ համար ֆիրմիննի գաթա պատրաստել մեզ համար։ Այո։ Սուրպրիզ քերին։ Քերուն մե աչքով ես նայում, այդպիսի բան չկա, որ քերին չկարողանա սարքել։ Հələ սպասեք, մի հատ խաշլամայել հետո կսարքեմ, մատներդ հետը կուտեք։ Այն կերես երկու մատը կերել էր։ Շուտ կա։ Քեր այսօր քո պատրաստած գաթան կուտենք, վաղնին ես մի համով բան կտխեմ։ Մլադեց։ Да։ Ապրես Կարինե ջան, ես անպայման համտես կանեմ քո հետ ուտեստա։ Աղբիկ քերի, ուշադիր աչքերիս մեջ նայ, ուրեմն աղբիկ քերի ջան, Կարինաս անող, դնող, էփող, տափող։ Մատները вот эти ручки золотые, ոսկի մատներ ունի։ Ձերքից ամեն ինչ գալիս է։ Այ մամային ա քաշել։ Զոնկաջս տուննա թե չէ։ Точно։ Ակնյազ ես եմ։ Բարև։ Լավ դու ոնց ես։ Ես էլ եմ լավ։ Ձեր շենքի դեմը կանգնած եմ, ուզում եմ վերև ելնեմ։ Ուզում ես բարձրանաս վերև։ Ախի տեն զարմացար որ։ Մի րոպե կնյազ, մի րոպե։ Մամ կնյազնա, մեր տան մոտը ուզում է բարձրանա, ինչ անենք։ Ստոպ, ուզում է թող բարձրանա, что тут такого криминального։ Չէ, այմա, դուր բարձրանա։ Կգա ինձ կտեսնի գնա, քրոջս կասի, կգա ինձ կտանի, այդպես չի լինի, աղջիկ ջան, դու ինչի ներքև։ Ой, да, забыла, да, Մամ ինչ անեմ, ասա թե վայո։ Ну не знаю, ինչ անես, ну аրանեց ոնց որ կերին ասում, հասկացար, тут в общем семейный кризис, понимаешь? Ալո։ Ալո։ Ես այսօր սպասի ես քիչնեմ, հա մի բարձրացի այսօր։ Ասկի չես ուզում ելնեմ վերև։ Մամա տունն ա։ Ահա, մաման էլ ա տանը ու Հարիվանուհին էլ ա մեր տանը։ Ես հարևանուհի եմ, հետո ինչ որ ես։ Ստարից առաջ գրոպից քիչնեմ։ Դե լավ, ինչի սպասում։ Աղջիկ ջան, չմատնես ինձ, տեղս չասես, խնդրում եմ քեզի։ Չեմ ասի այդպես։ Окей. Ну ладно, Джана моя. Хорошо, пока. Шутка газ. Ой. Կարինե չի։ Карина, да? Ասում է ջանը մայա։ Ну продолжай. Ту когорца гатантахи. Значит, ուրեմն ծպտում է, потом ալյուր։ Էլի ալուր ես լսնում, բայց այսպես պետք է տխտկացնես, այսպես։ Տխտկացնելու։ Այո, պատադիր է, այսի որ ամուրը մի ձիքը ունի, այսպես։ Вот, грандиозно. Дело мастера боится, Киры. Այո, այսի ձերքով պետք է հարես, հասկանում ես։ Կնյազ, պրիվետ։ Ոնց ես։ Այս մամատ էլ ոնց որ թարսր է, հա, հենց ուզում եմ ելնեմ վերև տունն ա, հա։ Հալա, կնյազ, մաման անի հիմա ոնց որ ինչ, տնից խմ չեմ հանելու։ Կնյազ, կինո եք չէ գնում վերցրել ես տոմսերը։ Հա, մոտս։ Կնյազ, քերին ոնց, հա։ Քերուն ինչ է եղել որ։ Չի ես հարս։ Դե ես իմ կարոտին եմ վաղուց չեմ խոսացել իր հետ։ Դե քերին է էլի։ Որի կա մի բան անում է։ Մի օր առաջ էլ էլա մեր տնից գնաց։ Յանը մեզանից նեղացել, հա։ Վասլա որ էլ մեր տուն չի գալու։ Դե լավ կնյազ, մի անհանգստացի, հուսանք որ քերին կատակ կարել ու կվերադառնա։ Դե լավ։ Լավ արի, մի տեղ մեկ իջնեցնենք, մինչև կինո սկսենք։ Արի։